Ձեր վստահությունը որտեղ է գալիս, պարոն Գրիգորյան։ Մերձավանի երկու տեղամասերում եղանք, 21 կուտակումներ կային, ինչ չկար Թարաքարում։ Դուք կարող եք բացատրել կուտակումները որպես այս համայնքի բնակիչ, այս բնակավայրի ներկայացուցիչ։ Այդ կուտակումներն ինչով է պայմանավորված։ Թե ժողովրդի մեծ պահանջ կա, որպեսզի համայնքը կառավարվի նորմալ։ Ինձ թվում է դա է եղել խնդիրը, որ կուտակումներ եղել, sense անհամբեր ուզում են իրենց քվեն տրամադրել, որպեսզի այս վիճակից դուրս գա համայնքը։ Այդ նորմալ կառավարման այս բեռը կոպիտ ասած եք ստանձնել։ Այո, իհարկե։ Ինչից եք սկսել, եթե ընտրվեք։ Կարելի ասել ամեն ինչ ունի իր հերթականությունը, բայց խնդիրները այնքան շատ են, որ ամեն ինչից էլ պետք է սկսենք, որ ըստ հերթականությամբ կամ ըստ, չգիտեմ, որ բավականին մեծ խնդիրներ կան մեր համայնքում, բոլոր բնակավայրերի, եւ մենք այդ բեռը ստանձնելու ենք եւ նորմալ ամեն ինչը ժողովրդի պահանջը ի կատար ենք կացելու։ Բայց դուք ավականում 10 հոգով ներկայացված եք, չէ՞, արդեն ինքը բավականին մեծ թիվ է։ Այո, 10 հոգով ավականիով դուք ինչ արեցիք, կարողացաք ինչ-որ խնդիր լուծել, որ հիմա նորից գալիս եք փորձում եք իշխանություն ունենալ։ Մեր կարիքը ժամանակ չկար համայնքի կառավարման մեջ, քանի որ ընդդիմությունը կոալիցիա էր կազմել եւ 11 մանդատ ուներ, մեր կարիքը չունեին այդ մարդիկ։ Իսկ երբ որ 11-ը դարձավ 10, այդ ժամանակ արդեն մեր կարիքը կար եւ ունեցանք ընտրություն։ 2021 թվականին Իհարկե առաջարկել ենք, իհարկե։ Մերժել են։ 2021 թվականին ապրելու երկիր կուսակցությունը 10 մանդատ ստացավ։ Հավաքվել եմ արդեն ես։ Կուսակցությունից որևէ Ես ժողովրդի հետ արդեն միավորված եմ։ 2021 թվականին ապրելու երկիր կուսակցությունը 10 մանդատ ստացավ, սակայն 6 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիրը միացավ 5 մանդատ ունեցավ Դավիթ Մինասյան դաշինքին։ Հիմա այս դեպքում դուք եւս կարծում եք, որ նման այսպես միավորումներ կարող են լինել իշխող ուժի կողմից եւ հաղթանակ իրենց լինի։ Այս անգամ չեմ կարծում, որ կարա այդպիսի բան լինի, քանի որ թե քարոզարշավի ընթացքում, թե տարիների ընթացքում ժողովրդի հետ իմ շփումները եղել են ամենօրյա եւ այդ քվեն կարելի ասել ես միջև ընտրությունների օրը արդեն ստացել եմ ժողովրդից։ Կարծում եք դժգոհություններ ունեն իշխող ուժից, որ չեն ցանկանա այդպես ընտրել իրենց։ Այո, եւ դժգոհություններ ունեն, եւ այդ անարդարություն, եւ առաջինը հենց այդ անարդարությունն է իրենց ստանջում, որ այդպես կոալիցիա եղավ եւ ամենաշատ ձայները մենք էինք հավաքել ու չկառավարվեց համայնքը նորմալ, չձևավորվեց համայնքային իշխանությունը նորմալ եւ երկրորդ դժգոհությունը նա է, որ ընտրությունից ընտրություն են իրենք տեսնում համայնքի ղեկավար տեխնացուներին նկատի ունեն։ Տեխնացու Գորս Արիբեկյանը քիչ առաջ նշում էր, որ եթե ինքը չընտրվի, հանցավոր Գորս Արիբեկյանը քիչ առաջ նշում էր, որ Փարաքարում վախի մթնոլորտ է ձևավորվել եւ սպանություններ են տեղի ունենում։ Եվ ասում է, որպեսզի այդ սպանությունները այդ հանցավոր ռեժիմը կանխվի, պետք է իրեն ընտրեն։ Ինչը հանցավորության մասին է խոսում։ Ես չգիտեմ Գորս Արիբեկյանը ինչ նկատի ունի, բայց համայնքի ղեկավարը դրա հանցավորության դեմ պայքարի համար կա իրավապահ համակարգ, համայնքի ղեկավարը ինչով պետք է ինչ լիազորություններ պետք է ունենա, որ հանցավորության դեմ պայքար մղի։ Ասում է, այդ ուժերը հանցավորության մեջ ներգրաված են եղել։ Որ ուժերի մասին է խոսքը։ Բայց Գորս Արիբեկյանը չի մոռանում, որ ինքն էլ է կոալիցիա կազմել հենց այդ ուժի հետ, որը որ ձևավորվեց համայնքի ղեկավարի պաշտոնը։ Պարոն Գրիգորյան, ես նկատում եմ, որ այստեղ ձեր պաստառն է փակցված եւ ըստ օրենքի դա պետք է 50 մետր հեռավորություն վրա լինի, արդյոք այստեղ խախտում չկա եւ Փարաքարի մեկ համայնքում էլ նման դեպք, բայց այնտեղ բոլոր տեխնացուների պաստառներն էր տեղադրված, այստեղ միայն ձերն է, ինչքան որ նկատել եմ։ Չէ, եթե խնդրեմ մի փոքր ուշադիր լինեք եւ կտեսնեք, որ բոլորին էլ որ ասած այդ ձևով փակցված է, ոչ մի խնդիր չկա այդտեղ, այստեղ պաստառի ավել պակաս կամ մոտիկ հեռուն չի որոշելու համայնքի բնակչի քվեն։ Նրանք բոլորն էլ բոլորին ճանաչում են, լսում եմ ձեզ։ Եթե նախորդ սցենարի կրկնվի, ինչ եք պատրաստ անել։ Նախորդ սցենարը ինչ նկատի ունեք։ Երբ որ դուք ունեք 49%, բայց այդպես էլ ղեկավար չդարձավ։ Մենք 49% չենք ունենալու ժողովուրդ։ Չենք ունենալու 49։
Հիմա ինչքան եք ունենալու։ Հաղթանակ ենք ունենալու։ 50% ունենալու։ Հաղթանակ։ Իսկ եթե ամեն դեպքում չլինի դա, պատրաստ եք միավորվել։ Նպաստավոր եք առաջարկների դեպքում։ Որ ուժի հետ եք պատրաստ կոալիցիա։ Նպաստավոր առաջարկներ բազմաթիվ են եղել, ես տեսակով այդպեսին չեմ, որ ինչ-որ, չգիտեմ, նպաստավոր առաջարկները փոխեմ այն քվեի հետ, որը որ ժողովուրդն է տրամադրել, իսկ ժողովրդի կարծիքը ինձ համար շատ կարևոր է այն մասին, առաջնայինը հենց դա է իմ սկզբունքը։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած ուժերին, որ ես պետք է միանամ, ես ոչ ոքի չեմ միանալու, վստահ ասում եմ ձեզ։ Կարծիքներ են հիշում եւ նաեւ կարում են բոլոր այն համայնքները, որտեղ քաղաքացիական պայմանագիրը բարդվել է կամ կոալիցիա կազմում։ Երկրորդ անգամ ընտրություններ են գնացել եւ բոլոր տեղերում գրեթե հաղթանակը իրենց է եղել։ Եվ հիմա մտավախություն կա, որ Փարաքարում եւս այդ սցենարն է լինելու։ Օրինակ ինչպես Բեդիոն, ինչպես Գյումրիում այնքան, ինչպես Բեդիոն։ Մեզ մնացել է մի քանի ժամ եւ այդ ամեն ինչը թե դուք, թե մեր հանրությունը, թե ժողովուրդը, մեր բնակչությունը բոլորը ականատես կլինեն այդ քվեին։ Այդ շնորհակալ եմ։ Հիմա դուք հետևում եք ընտրությունների ընթացքին, տեղամասերից որևէ բողոք կամ ինչ բան ունեք, ստացել եք այդպիսի ինֆորմացիաներ։ Հա մեկ-երկու ինֆորմացիա ունենք, բայց չեմ կարծում, որ դա կարող բնակչին շեղի, այսինքն քվեաթերթիկ տրամադրել եւ այն քվեաթերթիկում, որում երկրորդ համարն է նշված, մեր քվեաթերթիկը չի տրամադրվել, բայց դա չեմ կարծում, որ կարա բնակչին գցի մոլորության մեջ։ Բնակիչը շատ լավ գիտի զայնում պետք է տա։ Իսկ ընդհանուր առմամբ տպավորությունն է, որ ընտրությունները ընթանում են նորմալ։ Առայժմ հա։ Շնորհակալ եմ։